Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:20-ի սահմաններում Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ակնայի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է։ Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին ու երկու կառույցների մի խումբ ներկայացուցիչների։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ քննարկվել են 2019 թվականին Արցախում տեղի ունենալիք համահայկական 7-րդ համառային խաղերի կազմակերպման առնչվող հարցեր։ Նախագահ Սահակյանը կարևորել է համահայկական խաղերի անցկացումն Արցախում մարզամշակութային կյանքի զարգացման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից, ընդգծելով, որ կարելի հնարավորը խաղերը ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Հանդիպմանը ներկա էին ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։ Համոզված եմ, որ ոչ միայն ամառային 7-րդ խաղերը, այլ 7-րդ խաղերի ավարտից հետո նաև 8-րդ խաղերն էլ ենք որոշելու անցկացնենք Արցախում եւ դրա համար մենք 7-րդ խաղերի ժամանակ կունենանք բոլոր անհրաժեշտ պայմանները, հատկապես մարզաբազաների հետ կապված, որովհետեւ այսօր մեր մարզաձևերի թիվը 17-ն է, իսկ սա նշանակում է, որ այս ընթացքում մենք առնվազն 8-10 լավ մարզաբազա պիտի կարողանանք պատրաստել Ստեփանագերտում, Շուշիում, Մարտակերտում, Հադրութում եւ Մարտունիում։ Պետք է փաստեն, որ շատ պատմական որոշում էր անցկացնելու համառային համահայկական խաղերը հաջորդ Արցախում եւ ոչ միայն Ստեփանագերտում, այլ Արցախում տարբեր շրջաններում, տարբեր քաղաքներում։ Միանշանակ պայմանները կան, բայց նաեւ շատ աշխատանք կա անելու։ Չեմ կարող ասեմ, որ մենք շատ ժամանակ ունենք, ոչ, բայց բոլոր դեպքերում վստահ եմ, որ կհասցնենք բոլորը իրականացնենք եւ բարձր մակարդակով անցկացնենք։ Գյուղատնտեսության նախարար Արամ Մախոյանը Շիրակի մարզի կարկուտից վնասներ կրած հացահատիկ մշակողներին աջակցելու նախաձեռնությունը հետևյալ կերպ է հիմնավորում։ Հատկապես ապրիլյան պատերազմի օրերին արցախցիները զգացել ու գնահատել են միասնականության եւ մերձավորի աջակցության արժեքը։ Այսօր էլ հնարավորություն ունենալով բնականաբար արցախցիներն են փորձել օժանդակել բնական աղետից վնասներ կրած շիրակցիներին։ Տեղեկացանք, որ Շիրակի մարզում տեղացած հորդարատ անձրևի եւ կարկուտի հետևանքով տուժել են բազմաթիվ ցանկատարածություններ։ Այդ թվում նաև հացահատիկի ցանկատարություններ, ցորենի, գարու եւ անմիջապես միտք առաջացավ ինչ-որ բանով աջակցել, ձեռք մեկնել եւ որոշեցինք ուրեմն մեր կողմից արտադրված, Արցախում արտադրված ուրեմն հացահատիկի սերմացուով աջակցել մեր հայրենակիցներին։ Որոշումը կար, շարունակությունը տեխնիկական կազմակերպչական փուլներ կապվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ գաղափարը կյանքի կոչելու նպատակով։ Այս փուլում խնդիր է դրված ճշտել Շիրակի մարզում կարգտահարված ցանքերի չափը։ Այս հարցով արդեն դիմել են հայաստանյան գործընկերներին, տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարը։ Անմիջապես կապ հաստատեցինք համապատասխան գերատեսչությունների հետ, ինչպես գյուղատնտեսության նախարարության, տարածքային կառավարման, մարզպետարանի հետ եւ ուրեմն առաջիկայում ճշտվում են վնասի չափերը եւ պայմանավորվել ենք, որ ուրեմն մեզ կտեղեկացնեն, որպեսզի մենք կարողանանք մեր աջակցությունը կազմակերպել։ Վնասված տարածքների չափերն իմանալուց հետո պարզ կլինի, թե աջակցության ինչ ծավալների մասին է խոսքը։ Անկախ ծավալներից սերմացուն Շիրակի հողօգտագործողներին Արցախի գյուղնախարարությունն է հասցնելու հատիկը տեղում հանձնելով տուժած հողօգտագործողներին։ Վնասի չափերը ճշտելուց հետո ուրեմն տվյալ համայնքի հողօգտագործողների ունեցած կամ վնասված հողատարածքի չափով 1 հեկտարի հաշվով համապատասխան քանակի ուրեմն անհրաժեշտ սերմացուն մենք տեղ կհասցնենք եւ անմիջապես կտրամադրենք տվյալ ուրեմն վնասը կրած հողօգտագործողներին մեր միջոցներով։
սերմացուն հենց Արցախում արտադրվածն է լինելու։ Նույն սերմացուն այս տարի նաև արցախցի հողօգտագործողներն են ցանել եւ բերքատվության բավական բարձր ցուցանիշներ ապահովել։ Տրամադրենք այն նույն սերմացուն, ինչը որ այս տարի ցանել են նաև մեր հողօգտագործողները եւ ինչպես գիտեք, բավականին բարձր բերք են ստացել, մինչև 50-60 ցենտներ բերք են ստացել 1 հեկտարից։ Նորայր Հովսեփյան, Աշոտ Գասպարյան, օր